Ինչ է պատահում, երբ աղոթում եք անկողնում պառկած։ Ինչ է իրականում ասում Աստվածաշունչը դրա մասին։ Երբեմն երկար օրվա վերջում, երբ ձեր շուրջը ամեն ինչ կարծես կանգ է առնում, դուք մնում եք միայնակ ձեր մտքերի, խավարի եւ ձեր սրտի ռիթմի հետ։ Աշխարհի աղմուկը մարում է, առօրյա կյանքի անհանգստությունները մնում են ձեր ետևում, եւ դուք պարզապես պառկած եք լռության մեջ, հանգստանալով, նայելով գիշերվա խավարին։ Խորը սրտում դուք կարող եք զգալ նուրբ կոչ, Աստծո հետ խոսելու ցանկություն, բայց հետո սկսում եք տատանվել։ Արդյոք կարևոր է, որ դուք այսպես եք աղոթում պառկած, այլ ոչ թե ծնկի իջած։ Արդյոք սխալ է մոտենալ Աստծուն, առանց ձեռքերը ծալելու, առանց որևէ հատուկ ծեսի հետևելու։ Պատասխանը պարզ է։ Աստված հանդիպել է մարդկանց տարբեր վայրերում, խորը հովիտներում, լեռնագագաթներին, բանտախցերում եւ այո, նույնիսկ նրանց ննջասենյակներում։ Ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք տղամարդկանց եւ կանանց պատմություններ, ովքեր աղաղակել են նրան այնտեղ, որտեղ եղել են, եւ նա միշտ լսել է նրանց։ Խոսքը երբեք միասնության կամ դիրքի մասին չէր։ Ամեն ինչ կախված էր սրտից։ Այնուամենայնիվ, արժե անկեղծ լինել։ Ձեր մահճակալի հարմարավետությունը օրհնություն է, բայց այն կարող է նաեւ թուլացնել ձեր հոգեվոր զգոնությունը։ Գիշերային այս պահերը կարող են ձեզ ավելի մոտեցնել Աստծուն կամ ընդհակառակը տանել հոգեվոր քնի մեջ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է ձեր սիրտը։ Դուք կարող եք ինքներդ ձեզ ասել. ես կաղոթեմ առավոտյան, թե չէ վաղը ավելի լավ կլինի։ Բայց վաղը երաշխավորված չէ, կյանքը փխրուն է, հավերժությունը իրական։ Եվ նույնիսկ երբ դուք հանգստանում եք, ձեր հոգու համար պայքարը շարունակվում է։ Ահա թե ինչու այն, ինչ դուք ընտրում եք անել քնելուց առաջ այս հանգիստ պահերին, ավելի կարևոր է, քան թվում է, որովհետև քնելուց առաջ ասված պարզ աղոթքը կարող է փոխել ձեր կյանքը։ Այն կարող է հասնել դրախտ, փոխել ձեր ճակատագիրը եւ նույնիսկ դառնալ այն պահը, երբ ձեր անունը գրվի կյանքի գրքում։ Այսպիսով, եթե դուք հիմա պառկում եք արթուն սրտով, մի հետաձգեք այն։ Այս պահը սրբազան է, Աստված մոտ է եւ նա լսում է։ Միայն մեկ բան է մնում՝ կխոսեք։ Աստված նախ նայում է սրտին, ապա ծնկներին։ Շատ առաջ, նախքան ձեր մարմինը աղոթքի դիրք ընդունի, ձեր սիրտն արդեն այնտեղ է։ Առաջին Սաղմոս 16:7-ում ասվում է, որ մարդը նայում է արտաքին տեսքին, բայց Տերը նայում է սրտին։ Դուք կարող եք ժամերով ծնկի գալ, կատարյալ կերպով ծալել ձեր ձեռքերը եւ գեղեցիկ խոսել, բայց եթե ձեր սիրտը հեռու է, ձեր կեցվածքը ոչինչ չի նշանակում։ Եվ եթե դուք կիսակում պառկեք եւ շշնջաք նրան ձեր հոգու խորքից, Աստված դեռ լսում է։ Նա փնտրում է անկեղծություն, այլ ոչ թե արարողություն։ Դավիթ թագավորը գիտեր սա, երբ ասաց. Աստծուն զոհաբերություն, կոտրված հոգի, կոտրված եւ խոնարհ սիրտ, ով Աստված, դու չես մերժի։ Երկինքը դիպչում է անկեղծ եւ խոնարհ սիրտին, որը գիտակցում է Աստծո կարիքը։ Մարմնի դիրքը չէ, այլ հոգու կարոտը։ Հիշեք Հիսուսի կողքին խաչված ավազակին։ Նա չէր կարողանում ծնկի գալ, չէր կարողանում ձեռքերը բարձրացնել, չէր կարողանում տաճար մտնել, բայց իր ցավի մեջ նա դիմեց Հիսուսին. Տեր, հիշիր ինձ։ Հիսուսը պատասխանեց. այսօր դու ինձ հետ կլինես դրախտում։ Այս պահը շատ բան է ասում։ Քո գտնվելու վայրը չի սահմանափակում Աստծուն, եւ քո դիրքը չի խանգարում նրա շնորհին։ Երբ դու պառկում ես անկողնում եւ աղոթում, Աստված չի սպասում կատարյալ միջավայրի։ Նա հոգ է տանում քո սրտի անկեղծ կոչի մասին։ Նա լսում է քո ասած հանգիստ խոսքերը, երբ ոչ ոք չի կարող լսել։ Նա կարոտում է լսել այն խոստովանությունները, որոնք դու ամաչում ես ասել ուրիշներին։ Նա գնահատում է այն երախտագիտությունը, որը ժայթքում է քո սրտում, երբ հիշում ես բոլոր այն օրհնությունները, որոնք չես վաստակել։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ կարծես թե քո աղոթքները անիմաստ են, քանի որ եկեղեցում չես կամ ծնկի իջած, հիշիր, Աստված գիտի քո մտքերը, նախքան դու դրանք արտաբերես։ Նա տեսնում է քո սրտի ցանկությունը, նախքան դու շուրթերդ բացի։ Եվ եթե քո հոգին իսկապես կարոտում է դրան, ապա ամենակարևոր բանն արդեն տեղի է ունեցել, եւ մարմնի ոչ մի դիրք չի կարող փոխարինել դրան։ Գիշերը յուրահատուկ բան ունի։ Երբ աշխարհը քնում է, եւ աշխարհը լռում է, թվում է, թե երկինքն է մոտենում։ Դավիթը հասկացավ սա եւ գրեց. Ես հիշում եմ քեզ իմ անկողնում, գիշերը խորհում եմ քեզ վրա։ Սաղմոս 63։ Գիշերային աղոթքները լի են հատուկ խորությամբ եւ անկեղծությամբ։ Դրանք ծնվում են, երբ շեղող ձայները անհետանում են եւ ոչինչ չի կարող թաքցնել սրտում եղածը։ Նույնիսկ Հիսուսը աղոթում էր գիշերը։ Նա հաճախ էր նահանջում խավարի մեջ հոր հետ լինելու համար։ Ղուկաս 6:12-ում ասվում է, որ կարևոր որոշում կայացնելուց առաջ
Հիսուսն ամբողջ գիշերն անցկացնում էր աղոթքի մեջ, եւ Գեթսեմանի այգում աղոթքը նույնպես գիշերն էր։ Այն լի էր ցավով եւ հնազանդությամբ, բայց ամբողջությամբ վստահված էր Աստծո կամքին։ Գիշերը հաճախ արտացոլում է մեր ապրած հոգևոր մարտերը, բայց այս պահին աղոթքը դառնում է լույս խավարի մեջ։ Երբ դուք աղոթում եք գիշերը անկողնում պառկած, դուք միանում եք հավատացյալների բազմությանը, ովքեր լռության մեջ հանդիպել են Աստծուն։ Հակոբը մինչև լուսաբաց գոտ է մարտեց հրեշտակի հետ։ Սամուելը գիշերը լսեց Աստծո ձայնը։ Պողոսն ու Շիվան կեսգիշերին բանտում օրհներգեր երգեցին, եւ նրանց շղթաները ընկան։ Գիշերային լռության մեջ աղոթելը կարող է մեծ փոփոխությունների սկիզբ լինել։ Այս ժամերին աղոթքը գեղեցիկ խոսքեր չի պահանջում։ Կարիք չկա որևէ մեկին տպավորելու։ Դուք կարող եք անկեղծորեն խոսել Աստծո հետ, կիսվել ձեր վախերով, ափսոսանքով, նույնիսկ այն բաներով, որոնք վաղուց թաքցրել եք ձեր ներսում։ Դուք կարող եք խոսել նրա հետ, ինչպես երեխան է խոսում սիրող խոր հետ, իմանալով, որ նա ուշադիր լսում է։ Բայց կա եւս մեկ կարևոր բան։ Գիշերային աղոթքը ոչ միայն արտահայտում է ձեր սիրտը, այլև պահպանում է ձեր հոգին։ Սաղմոս 90-ը խոսում է գիշերվա վախի եւ այն մասին, թե ինչպես է Աստված պաշտպանում ձեզ դրանից։ Երբ դուք ընտրում եք ձեր օրն ավարտել աղոթքով, դուք անում եք ավելին, քան պարզապես բառեր ասելը։ Դուք ծածկում եք ձեր միտքն ու հոգին Աստծո ներկայությամբ։ Այդ պահին դուք փակում եք դռները վախի, անհանգստության եւ բոլոր հոգեվոր հարձակումների առջև, որոնք փորձում են ներխուժել։ Սա պարզապես խոսք չէ, այլ նախապատրաստություն։ Դուք ամրապնդում եք ձեր հոգին քնելուց առաջ։ Այսպիսով, այսօր երեկոյան, երբ պառկում եք քնելու, մի մտածեք դրա մասին պարզապես հանգստանալու ժամանակ։ Համարեք սա սրբազան հանդիպման սկիզբ։ Լռության մեջ ասված յուրաքանչյուր բառ կարող է հասնել երկինք եւ փոխել երկրի վրա կատարվողը։ Երբեմն դա քնելուց առաջ շնջացող լուր աղոթք է, որին Աստված պատասխանում է առավոտից առաջ։ Հիմա եկեք խոսենք կարևոր մի բանի մասին, թե ինչպես կարող է հարմարավետությունը դառնալ հոգևոր թակարդ։ Ձեր մահճակալը կարող է լինել ամենահարմարավետ վայրը, որտեղ դուք երբևէ եղել եք։ Բարձը փափուկ է, վերմակը տաք, հոտերը ծանոթ, ձեր շուրջը ամեն ինչ կարծես ստեղծված է հանգստի համար, եւ դա նորմալ է։ Հանգիստը Աստծո պարգև է, բայց Սուրբ Գիրքը նաև զգուշացնում է. հարմարավետությունը կարող է հանգեցնել նուրբ եւ վտանգավոր հոգևոր ծուլության։ Առակաց 6:11-ում ասվում է. որքան պիտի քնես, ով ծույլ, երբ պիտի վեր կենաս քնիցդ։ Այն նաև ասում է, որ չափազանց քունը հաճախակի ձեռքերը ծալած հանգստանալու համար հանգեցնում է աղքատության, ինչպես գողը, եւ կարիքի, ինչպես զինված մարդը։ Այս հատվածը չի դատապարտում հանգիստն ինքնին։ Այն ցույց է տալիս, թե որքան հեշտ է հոգևոր քնի մեջ ընկնելը։ Ինչպես գողը աննկատ է մնում, այնպես էլ դանդաղ հոգևոր անկում է սողոսկում, երբ մենք չափազանց հանգիստ ենք։ Դուք կարող եք շարունակել աղոթել անկողնում, բայց եթե ձեր մտքերը թափառեն եւ ձեր հոգին կիսաքուն լինի, ձեր խոսքերը կկորցնեն իրենց զորությունը։ Դրանք կդառնան դատարկ, ոչ կենդանի։ Հայտնություն 3:1-6-ը դա հստակ ասում է։ Հիսուսն ասաց. «Գիտեմ քո գործերը, ոչ սառը ես, ոչ էլ տաք։ Ավելի լավ է, որ դու սառը կամ տաք լինես, բայց որովհետև դու գաղջ ես, ոչ տաք, ոչ էլ սառը, ես քեզ կփսխեմ իմ բերանից»։ Սա լուրջ նախազգուշացում է։ Գաղջ հավատքը ի հայտ է գալիս, երբ մենք չափազանց հարմարավետ ենք զգում անհանգստանալու համար։ Մենք չենք հեռանում Աստծուց, բայց նաև չենք մոտենում նրան։ Մենք մնում ենք մեջտեղում, անվտանգ, հարմարավետ եւ հոգեվորապես լճացած։ Ահա թե երբ է, որ հարմարավետությունը դառնում է ծուղակ, խաբելով մեզ, մտածելով, որ միշտ կա ժամանակ, որ կարող ենք ավելի ուշ աղոթել, ավելի ուշ փնտրել Աստծուն։ Բայց ճշմարտությունն այն է, որ ավելի ուշ ժամանակ երբեք չի կարող լինել։ Ոչ մեկին չի խոստացվում այլ օր։ Թշնամին ուզում է, որ դուք հոգևորապես քնեք։ Եթե դուք լուռ, անտարբեր եւ պասիվ եք, ապա դուք սպառնալիք չեք ներկայացնում նրա ծրագրերի համար։ Սա չի նշանակում, որ չեք կարող աղոթել պառկած։ Դա նշանակում է, որ դուք պետք է պահպանեք ձեր սիրտը, որպեսզի հարմարավետությունը չգողանա ձեր ծարավը։ Թող ձեր աղոթքները քնելուց առաջ լինեն գիտակցված։ Թող դրանք իմաստ եւ զորություն ունենան, կարծես կանգնած լինեք սուրբ տեղում։ Վտանգավոր հարմարավետության եւ օրհնյալ հանգստի միջև հիմնական տարբերությունը ձեր հոգու վիճակն է։ Մեկը ձեզ քնեցնում է, մյուսը լցնում Աստծո խաղաղությամբ եւ նորացնում ձեր հոգին։ Ամեն գիշեր դուք շարժվում եք երկու ուղղություններից մեկով՝ դեպի Աստված կամ նրանից հեռու։ Ընտրեք իմաստուն կերպով։ Հիմա եկեք խոսենք ձեր ձեռքերը բարձրացնելու մասին։ Նույնիսկ երբ պառկած եք անկողնում, ձեզ հարկավոր չէ եկեղեցում լինել,
ձեր ձեռքերը երկրպագության մեջ բարձրացնելու համար։ Դուք կարող եք լինել վերմակի տակ, մթնշաղի մեջ եւ միևնույն ժամանակ ֆիզիկապես կամ սրտով ձգվել դեպի երկինք։ Սաղմոս 6:25-ում ասվում է. Ես կօրհնեմ քեզ, քանի դեռ կամենում եմ։ Քո անունով կբարձրացնեմ իմ ձեռքերը։ Եվ Տիմոթեոս 2:8-ում Պողոսը գրում է. Ես կամենում եմ, որ տղամարդիկ ամենուրեք աղոթեն, սուրբ ձեռքեր բարձրացնելով, առանց զայրույթի եւ կասկածի, ամենուրեք ձեր ննջասենյակն էլ մտնում։ Ձեռքեր բարձրացնելը պարզապես ժեստ չէ, այլ ձեր հոգու լեզուն։ Այն ասում է. ես հանձնվում եմ, ես քեզ կարիք ունեմ, ես չեմ կարող դա անել առանց քեզ։ Դա նման է երեխայի, որը ձեռքերը մեկնում է հոր գիրկը։ Եվ նույնիսկ եթե շարժումը փոքր է եւ լուր վերմակի տակ, եթե այն անկեղծ է, այն նույն ուժն ունի։ Կարևորը ոչ թե որքան բարձր եք բարձրացնում ձեր ձեռքերը, այլ որքան բաց է ձեր սիրտը։ Եվ երբ հոգնած եք եւ զգում եք, որ նույնիսկ ձեռքեր բարձրացնելը ջանք է պահանջում, այդ ժամանակ է, որ դա հատկապես կարևոր է։ Հիշեք Մովսեսին 17-ում, քանի դեռ նրա ձեռքերը բարձրացված էին մարտի ժամանակ, իսրայելացիները հաղթում էին։ Երբ նա հոգնում էր, Ահարոնն ու Հուրը պահում էին նրա ձեռքերը։ Այս կետը ցույց է տալիս մի կարևոր բան։ Բարձրացված ձեռքերով աղոթելը հոգևոր ուժ ունի, նույնիսկ երբ թույլ եք։ Այսպիսով, ձեր անկողնում, գիշերային լռության մեջ, ձեռքերը բարձրացնելը կարող է դառնալ անտեսանելի աշխարհին ուղղված, համարձակ, նուր ուղերձ։ Ես պատկանում եմ Աստծուն։ Իմ հույսը նրա մեջ է։ Ձեր հոգնածությունը չի չեղարկում ձեր երկրպագությունը, եւ ձեր բարձրացված ձեռքերը ոչ միայն գովասանք են, այլև ընդունում։ Պատկերացրեք ձեզ որպես երեխա, որը ձեռք է մեկնում մխիթարության, ուժի համար։ Ահա թե ինչ եք անում, երբ քնելուց առաջ բարձրացնում եք ձեր ձեռքերը։ Դուք հրավիրում եք Աստծուն մոտենալ, շրջապատել ձեզ խաղաղությամբ եւ գրկել ձեզ։ Նույնիսկ եթե ոչ ոք չի նայում, նույնիսկ եթե դա տևում է ընդամենը մի քանի վայրկյան, այն դեռևս սուրբ է։ Ձեր ննջասենյակում ձեր ձեռքերը բարձրացնելը կարող է սովորական գիշերը վերածել սուրբ պահի։ Ձեր սենյակը դառնում է զոհասևան, իսկ հանգիստը երկրպագություն։ Եվ վերջապես, եկեք խոսենք աղոթքի հրատապության մասին։ Թշնամու շշնջացող ամենավտանգավոր ստերից մեկն այն է, որ դուք կարող եք ավելի ուշ աղոթել։ Հնչում է անվնաս։ Մինչև առավոտ սպասելը մեծ բան չի թվում, այնպես չէ։ Բայց Սուրբ Գիրքը կրկին ու կրկին ցույց է տալիս. ժամանակ չկա այնպես ինչպես հիմա։ Նեեմիա 2:4-ում երբ թագավորը հարցրեց Նեեմիային, թե ինչ է ուզում, նա անմիջապես եւ լուր դիմեց Աստծուն։ Դա երկար կամ բարձրաձայն աղոթք չէր, բայց անհապաղ էր։ Նեեմիան չաղոթեց տաճարում։ Նա զրույցի մեջ էր, երբ անմիջապես Աստծուն կանչեց։ Նա գիտեր, որ օգնություն էր պետք հենց հիմա, եւ չսպասեց։ Այդ կարճ, լուր աղոթքը փոխեց ամեն ինչ։ Այն ազդեց թագավորի արձագանքի վրա եւ հարթեց Երուսաղեմի քանդված պարիսպների վերակառուցման ճանապարհը։ Հիշեք Հիսուսի կողքին խաչված ավազակին։ Նա ժամանակ կամ հնարավորություն չուներ խոնարհվելու, երկար աղոթքներ ասելու կամ հոգևորապես պատրաստվելու։ Իր վերջին պահերին նա պարզապես դիմեց Հիսուսին. Տեր, հիշիր ինձ, երբ գաս քո թագավորություն։ Այդ հուսահատ աղաղակը, որը արտաբերվեց նրա վերջին շնչով, ստացավ պատասխան, որը կմնա հավերժ։ Այսօր դու ինձ հետ կլինես դրախտում։ Դանիելը նույնպես հասկացավ, թե որքան կարևոր եւ հրատապ է աղոթքը։ Դանիելի 9-րդ գլխում, երբ նա հասկացավ, որ Երեմիայի մարգարեությունը շուտով կկատարվի, նա չսպասեց։ Նա անմիջապես դիմեց Աստծուն աղոթքով եւ աղաչանքով, ծոմապահությամբ եւ խոնարհությամբ։ Նա չսպասեց որևէ հատուկ առիթի կամ տոնի։ Նա անմիջապես գործեց։ Այսպիսով, երբ դուք բարկած եք անկողնում եւ զգում եք այդ լուր կանչը ձեր սրտում, իմացեք, որ դա պատահական չէ։ Սա Սուրբ Հոգին է, որը ձեզ հրավիրում է աստվածային հանդիպման։ Սպասելը կարող է նշանակել բաց թողնել այն պահը, որը նախատեսված էր անձամբ ձեզ համար։ Երբեմն այն աղոթքը, որը դուք զգում եք ձեր սրտում գիշերվա կեսին, նախատեսված չէ միայն ձեզ համար։ Հնարավոր է, որ Աստված ձեզ կանչում է միջնորդելու ուրիշի համար։ Ինչ-որ մեկի հոգևոր ճակատագիրը կարող է կախված լինել ձեր խոսքերից հենց այդ պահին։ Աղոթքը հետաձգելը վտանգավոր է, քանի որ կյանքը անկանխատեսելի է։ Առակաց 27 մեկում ասվում է. մի պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրը ինչ կբերի։ Մեզ չեն խոստացել եւս մեկ լուր երեկո, եւս մեկ շունչ, եւս մեկ հնարավորություն։ Աղոթքը պարզապես զրույց չէ Աստծո հետ, դա հնազանդության գործողություն է։ Այսպիսով, երբ դուք զգում եք այդ կանչը, պարկած, փողոցով քայլելիս կամ ձեր սեղանի մոտ նստած, անմիջապես աղոթեք։ Մի հետաձգեք այն։ Երկինքը լսում է ձեր ձայնը հենց այդ վայրկյանին եւ նույնիսկ պարզ աղոթքը կարող է ազատել Աստծո զորությունը,
այնպիսի ձևերով, որոնք դուք երբեք չեք իմանա այստեղ, երկրի վրա։ Գիշերը կարող է բերել հանգստացնող քուն կամ հոգևոր պատերազմ։ Մինչ ձեր մարմինը հանգստանում է, հոգևոր աշխարհը շարունակում է շարժվել։ Աստվածաշունչն ասում է, որ մենք պայքարում ենք ոչ թե մարմնի եւ արյան, այլ խավարի անտեսանելի ուժերի հետ։ Խավարը պարզապես պատկեր չէ, այն իրական է։ 90-ը խոսում է գիշերվա վախի մասին, որից Աստված պաշտպանում է իր զավակներին։ Այս վախերը միշտ չէ, որ ֆիզիկական են։ Դրանք կարող են լինել անհանգստություն, մղձավանջներ կամ տխրության ու հուսահատության հանկարծակի ալիքներ։ Գիշերը այն ժամանակն է, երբ ձեր միտքը լռում է եւ շեփող ձայները անհետանում են։ Այդ ժամանակ է, որ թշնամին փորձում է ներս մտնել, բայց աղոթքը փոխում է ամեն ինչ։ Երբ դուք աղոթում եք անկողնում, դուք խոցելի պահը վերածում եք հոգևոր հաղթանակի։ Երբ դուք խոսում եք Աստծո ճշմարտությունը գիշերվա լռության մեջ, դա ոչ միայն մխիթարում է, այլև հետ է մղում խավարը։ Երբ Հիսուսը անապատում գայթակղվեց թշնամու կողմից, նա չվիճեց։ Նա պատասխանեց Սուրբ Գրքի խոսքերով. «Այս զորությունը հասանելի է ձեզ այս գիշեր հիշեք Պողոսին եւ Գործք առաքելոց 16-ում գրված զորությանը»։ Կեսգիշերին մոտ, ծեծվելուց եւ շղթայվելուց հետո, նրանք աղոթում էին եւ գովաբանում Աստծուն։ Հանկարծ երկրաշարժ տեղի ունեցավ։ Բանտի դռները բացվեցին եւ շղթաները ընկան։ Կեսգիշերը պարզապես մի ժամանակ չէ, այն խորհրդանշում է կյանքի ամենամութ պահերը։ Այդ ժամանակ է, որ աղոթքը կարող է կոտրել այն շղթաները, որոնց մասին դուք երբեք չգիտեիք։ Ձեր մահճակալից դուք կարող եք մասնակցել հոգևոր պայքարին։ Դուք կարող եք աղոթել ձեր տան, ձեր ընտանիքի, ձեր մտքի, ձեր առողջության եւ ձեր ապագայի համար։ Դուք կարող եք վախը դուրս մղել Հիսուսի անունով, խաղաղություն մտցնել ձեր մտքերի մեջ եւ հրավիրել Սուրբ Հոգուն լցնել սենյակը։ Աղոթքը պարտադիր չէ, որ բարձր լինի հզոր լինելու համար։ Աղոթքի իրական զորությունը ձայնի ուժը չէ, այլ հավատքի։ Թշնամին գիշերն իր համար է ուզում, բայց Աստծո զավակները գիտեն, որ Տիրոջ համար խավար չկա։ Սաղմոսն ասում է. «Խավարը քեզ չի հաղթի, բայց գիշերը պարզ է, ինչպես ցերեկը»։ Երբ դուք աղոթում եք գիշերը, դուք այստեղը համարում եք Աստծո։ Դուք քնում եք նրա պաշտպանության ներքո, հրեշտակների հսկողության ներքո։ Այսպիսով, հիշեք, որ ձեր մահճակալը կարող է լինել կամ մարտադաշտ, կամ ամրոց։ Ընտրությունը ձերն է։ Կքնեք անզեն, թե Հոգու սուրը ձեռքում։ Իսկ հիմա Աստծո ներկայության մեջ հանգստի գեղեցիկ գաղտնիքը։ Կա մի յուրահատուկ տեսակի խաղաղություն, որը շատ ավելի խորն է, քան սովորական քնը։ Դա այն խաղաղությունն է, որը գալիս է, երբ ձեր հոգին անվտանգ է Աստծո հետ։ Սաղմոս 4:9-ում ասվում է. «Ես պառկում, երբ դուք նրա ներկայության մեջ եք, դուք պարզապես չեք փակում ձեր աչքերը։ Դուք նրան եք հանձնում այն ամենը, ինչ կրել եք օրվա ընթացքում։ Ձեր գլխում պտտվող ողջ լարվածությունը, անհանգստությունները, ափսոսանքը։ Դուք դրանք դնում եք նրա ոտքերի մոտ եւ ասում. Տեր, սա քեզ եմ տալիս»։ Եվ այդ ժամանակ նրա խաղաղությունը ձեզ պարուրում է ինչպես հոգու համար տաք վերմակ։ Հիսուսը մեզ հրավիրեց Մատթեոսի ավետարանում. «Եկեք ինձ մոտ բոլոր նրանք, ովքեր աշխատում են եւ ծանրաբեռնված եք, եւ ես ձեզ հանգիստ կտամ»։ Այս խոստումը միայն նրանց համար չէ, ովքեր ֆիզիկապես հոգնած են։ Այն նրանց համար է, ովքեր պառկած են մթության մեջ, նայում են առաստաղին, մտածելով, թե արդյոք երբևէ ինչ-որ բան կփոխվի։ Աստծո ներկայության մեջ հանգստանալը չի նշանակում, որ դուք ձևացնում եք, թե ամեն ինչ լավ է։ Դա նշանակում է, որ դուք վստահում եք։ Նույնիսկ քաոսի մեջ Աստված գործում է։ Դուք ընտրում եք հավատալ, որ մինչ դուք քնում եք, նա գործում է։ Ինչպես սերմերը աճում են գետնի տակ, աչքի համար անտեսանելի, այնպես էլ Աստծո պատասխանները հաճախ ձևավորվում են առանց ձեր գիտակցության, գիշերվայիդ հանգիստ, թաքնված ժամերին։ Երբ օրվա վերջում աղոթքը սովորություն եք դարձնում, ձեր մահճակալը դառնում է ավելին, քան պարզապես քնելու տեղ։ Այն դառնում է Սուրբ Հող, այն հանգիստ վայր է Աստծուն հանդիպելու համար։ Եվ ժամանակի ընթացքում ինչ-որ զարմանալի բան է պատահում։ Երբ վախ կամ անհանգստություն է առաջանում, ձեր առաջին արձագանքը խուճապը չէ, այլ Աստծո հանդեպ կարոտը, որովհետև ձեր հոգին սովորել է հանգիստ գտնել նրա ներկայության մեջ։ Եվ երբ դուք շշնջում եք ձեր վերջին աղոթքը քնելուց առաջ, փակելով ձեր աչքերը, դուք ոչ միայն քնում եք, այլև հանգստանում եք ամենակարողի պաշտպանության տակ։ Եզրակացություն. աղոթք, որը հասնում է երկինք առավոտից առաջ, ամեն գիշեր եզակի պարգև է։ Այսօր ապրած պահերը երբեք չեն վերադառնա։ Ահա թե ինչու քնելուց առաջ վերջին րոպեները այդքան կարևոր են։ Դրանք ձեր վերջին զոհաբերությունն են Աստծուն այն օրվա համար, որը նա ձեզ տվել է։ Անկողնում աղոթելը ձեզ հարմարավետ զգալու մասին չէ, այն նրան մոտ մնալու մասին է։ Դա ընտրություն է խոսելու նրա հետ,
ով ձեզ տարել է օրվա ընթացքում, պաշտպանել է անտեսանելի վտանգներից և սիրել է առանց որևէ բան խնդրելու փոխարեն։ Ձեր ձայնը կարող է վստահ լինել կամ հազիվ լսելի։ Ձեր աղոթքը կարող է երկար լինել, կամ կարող է լինել ընդամենը մեկ նախադասություն, բայց երբ խոսքերը բխում են անկեղծ սրտից, դրանք բարձրանում են դեպի երկինք, ինչպես բուրավետ նվեր։ Անհրաժեշտ չէ սպասել կատարյալ պահի կամ հատուկ դիրքի։ Հատուկ տաճարի կարիք չկա։ Ճիշտ ժամանակը միշտ հիմա է։ Եվ հենց այս գիշերը, հենց այս պահը կարող է շրջադարձային կետ լինել։ Այն կարող է հանգստացնել ձեր վախերը, փոխել ձեր կյանքի ուղղությունը կամ ձեզ ավելի մոտեցնել նրան, ով ստեղծել է ձեզ։ Եվ երբ լույսերը մարեն և ձեր շրջապատի աշխարհը հանդարտվի, հիշեք մեկ ճշմարտություն. դուք երբեք միայնակ չեք։ Նույն Աստվածը, ով ստեղծել է աստղերը և կախեցրել դրանք երկնքում, խոնարհվում է ձեզ լսելու համար։ Թող այսօր երեկոյան ձեր ասած վերջին խոսքերը լինեն նրա համար խոսքեր, որոնք կբարձրանան խավարի միջով և կհասնեն երկինք մինչև առավոտ։